Չգիտեմ Ռոբերտ Քոչարյանն ինչքանով է աղետի գոտի վերակառուցել եւ այդ աղետի գոտին վերացրել, առավել եւս վերացրել։ Ես խիստ կասկածում եմ, որովհետեւ աղետի գոտին ցավոք սրտի դեռևս միջև այսօր է ակտուալ եւ միջև այսօր մենք խոսում ենք աղետի գոտու արկայության մասին, բայց առնվազն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լավ հիշում են կամ եթե չեն հիշում կհիշեցնենք իրենց, որ Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է եղել, ով բանակցել է Սադարակի պալատքի տակ մեղրին խուրդա դարձնելու շուրջ եւ մեղրին լաչինով փոխանակելու շուրջ։ Ռոբերտ Քոչարյանն այն ղեկավարն է, ում օրոք Հայաստանի Հանրապետության երկաթ գծերը բռնաբարվեցին եւ ուղղակի գողնալու միջոցով վաճառվեցին այլ հարևան պետության ներկայացուցիչների իբրև մետաղալոմ եւ Ռոբերտ Քոչարյանն այն ղեկավարն է, ում օրոք ի վերջո տեղի է ունեցել մի շարք քաղաքական սպանություններ եւ կուլմինացիան եղել է 2008 թվականի մարտի 1-ը։ Սա առնվազն կհիշեցնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենք կորոշեն ում ընտրել Քոչարյանին իր այդ չակերտավոր ձեռքբերումներով, թե ուղղակի Քոչարյանին ուղարկել գրողի ծոցը կամ պատմության աղբանոցը։